Սննդի անվտանգության մասին ենք խոսելու տաղավարում, ոլորտի տեսչական մարմինը այս պահին ու 2026-ին առաջնահերթություններից է արտադրության ու հանրային սննդի օբյեկտներում վտանգների վերլուծության ու հսկման կրիտիկական կետերի համակարգերի ներդրման վերահսկողությունը։ Տաղավարում է ՍԱԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետը Տիկին Վարդանյան, երկար անվանումով այս համակարգը նախ պիտի խնդրեմ բացատրեք ինչ է նշանակում։ ՀԱՍՊ համակարգը հայերեն, ինչպես նշեցիք, վտանգների վերլուծության հսկման կրիտիկական կետերի համակարգն է, որը իրենից ներկայացնում է սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգ։ Իրականում ԵԱՏՄ անդամ երկիր հանդիսանելով մեզ համար դա պարտադիր պահանջ է արտադրության եւ պատրաստման փուլերում, որպիսի արտադրողը, պատրաստողը իրականացնի, մշակի, ներդնի եւ պահպանի ՀԱՍՊ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերը եւ հետեւաբար այս իրավական պահանջը մեզ թույլ է տալիս ՀԱՍՊ համակարգը կիրառել ավելի ճկուն։ Ինչ է իրենից ենթադրում ճկուն ասելով, այսինքն նոր որևէ նորմատիվ պահանջներ, որևէ այլ լրացուցիչ սանիտարահիգիենիկ պահանջներ չի ենթադրվում։ Մեզանում ՀԱՍՊ համակարգը ինչքան ժամանակ է որ կա։ ՀԱՍՊ համակարգը տեսչական մարմնի կողմից ստուգվել է 2022 թվականից արտադրություններում եւ ներառված է եղել մեր ստուգաթերթերում, արդեն իսկ 26 թվականին, իհարկե 25 թվականին ներառվել է հանրային սննդի ոլորտում, բայց հասկանալով որոշակի խնդիրներ, որ կունենան տնտեսվարողները այդ համակարգի ներդրման եւ վարման հետ կապված, արդեն իսկ որոշվել է, որ 26 թվականից դիտարկենք նաեւ հանրային սննդի կետերում տվյալ համակարգի ներդրումը։ Այսինքն սկզբունքներին, սկզբունքների մասին է խոսքը։ Համակարգը իր անվանման հենց սկզբի երկու բառակապակցությունները, որ բացենք, երկու սկզբունքն է՝ վտանգների վերլուծություն, հսկման կրիտիկական կետերի սահմանում, դա արդեն երկու սկզբունքներն են, հսկման կրիտիկական կետերի սահմանների որոշում, մոնիտորինգ, ընթացակարգերի ճիշտ սահմանման հետ կապված, որի արդյունքում հետագայում պետք է որոշումների ծառի հիման վրա կրիտիկական կետերը սահմանվեն, դրանից հետո փաստաթղթավորվում է, մի հատ վերիֆիկացիա արվում, վալիդացվում է եւ փաստաթղթավորվում է։ Հիմնականում այսպես ձևակերպումը գոնե թե ականջի համար եղավ, իսկ իրականում հողի վրա դա այդքան բարդ է։ Ոչ, իրականում շատ պարզ է եւ իրականում օրենսդրությունը թույլ է տալիս, որպեսզի տնտեսվարողը ինքնուրույն ներդնի տվյալ համակարգը, որտեղ օրենսդրորեն պահանջը, որ տնտեսվարողը կարող է ինքնուրույն եւ կամ երրորդ կողմի մասնակցությամբ, այսինքն որևէ բարդություն, որ անպայման երրորդ կողմ պետք է այս համակարգի ներդրմանը մասնակից լինի իր մնացած ընթացակարգերի բարդություններով չկա։ Կատնակ մասնագիտացված այլ ընկերություն։ Այո։ Տնտեսվարողը հաշվի առնելով իր ռիսկերը, ես միշտ տնտեսվարողների հետ հանդիպմանը ասում եմ, առաջի հերթին տվյալ համակարգը պահանջում է ազնվություն եւ կամքի դրսեւորություն։ Եթե մենք ազնիվ ենք ինքներս մեր հետ, արտադրողների եւ պատրաստողների մասին է խոսք, որտեղ իրենք ինքները վերլուծում են իրենց վտանգները ազնիվ լինելու սկզբունքով, ոչ թե ուղղակի ՍԱԱՏՄ-ի պահանջը կատարելու համար, կատարելու օրենսդրության պահանջը իրենք իրենց հետ ազնիվ լինելու։ Վերլուծում են իրենց վտանգները, իսկ դրանք 3-ն են սննդամթերքի անվտանգությունում՝ ֆիզիկական, քիմիական եւ մանրէաբանական, այսինքն իրենց սննդի արտադրության կամ պատրաստման փուլում այդ 3 վտանգները որ փուլերում կարող են հանդիպել եւ իրենք ինչ կանխարգելիչ գործողություններ պետք է անեն, որպեսզի այդ վտանգները վերջնական արտադրանքում չհայտնաբերվեն։ Իսկ նման պահանջները հիմնականում առնչվում են սանիտարահիգիենիկ պահանջների պատշաճ կատարմամբ եւ ջերմային ռեժիմների պահպանմամբ։ Այսինքն բնական է, որ դրանք պիտի լինեն։ Այո, հենց դրանում է կայանում, որ այդ պահանջները այսպես թե այնպես իրականացվում են, եթե վերջնականում թողարկվում է անվտանգ սննդամթերք։ Ուղղակի սա այն համակարգն է, որը հնարավորություն է տալիս փուլային ամեն օրյա աշխատանքում կառավարել առկա վտանգները եւ հաշվարկել ռիսկերը, իսկ ռիսկը եւ վտանգը տարբեր հասկացություններ են, ռիսկը դա վտանգի առաջացման հավանականությունն է, ինչքանով է հավանական, որ տվյալ վտանգը այո այդ փուլում կհայտնաբերվի։ Եվ իրականում այս համակարգը ինչին է նպաստում, որպեսզի արտադրական փուլում մենք չունենանք խոտան, այսինքն կառավարելի լինեն այդ վտանգները, որ վերջնական արտադրանքը չունենանք վտանգավոր, այլ այդ փուլում կառավարենք, որպեսզի վերջնական արտադրանքը շուկա դուրս գա արդեն լիովին անվտանգ։ Եվ ամենակարևորը տվյալ համակարգի դա հետագծելիության սկզբունքի ապահովումն է, որպեսզի կարողանանք հասկանանք այ հետ շղթան, երբ որ մենք վերջնական արտադրանքը ստուգեցինք, մինչև հումքի ընդունումը իրականում արվել էր բոլոր փուլերը եւ կան այդ փաստաթղթավորումները, որ փաստվի, որ տվյալ արտադրողը կամ
պատրաստողը բոլոր պահանջները իրականացրել է։ Ինչու՞։ Մի քիչ մանրամասն եմ, որտեղ տվյալ համակարգը հիմնականում միջազգային շուկայում, միջազգային հարթակում օգտագործվում է դատական process-ների, իրենց շահերը պաշտպանելու եւ այդ երաշխիքը հանդիսանալու, որ ես որպես արտադրող կամ պատրաստող բոլոր պահանջները կատարել եմ իրավական ակտերին սահմանված չափորոշիչներով եւ ապահովագրում եմ ինձ որևէ տեսակի վտանգներից հետագայում։ Այսինքն, եթե իմ օբյեկտում, հանրային սննդի կետում կամ արտադրության որևէ փուլում ունեմ բողոք, որ իմ արտադրանքից գրանցվել է սննդային թունավորում, այս հետագծելիության սկզբունքով փաստաթղթավորված, որտեղ այլ պարագայում մենք ապացույցներ չունենք։ Իսկ այստեղ օբյեկտիվությունը, եթե նույն կազմակերպությունն է իրականացնում այդ փաստաթղթավորումը ու մնացածը։ Եթե կհիշեք, հենց սկզբում ասացի ազնիվ լինելը, որտեվ այո, ձեր կողմից նշված խնդիրներ մենք հայտնաբերում ենք պետական վերահսկողություն ընթացքում, երբ որ 1 ամիս առաջ բոլոր գրանցամատյանները լրացրած են։ Այդ ազնվությունը շատ կարևոր է։ Եթե տվյալ պարագայում տնտեսվարողը ազնիվ չլինի, այո, մենք իրականում չենք էլ կարող շատ դեպքերում հասկանալ դրա օբյեկտիվ լինելը։ Դրա համար հիմնականում ասում ենք ձեզ անհրաժեշտ տնտեսվարողին առաջին հերթին անհրաժեշտ տվյալ համակարգի ներդրումը, որպիսի հետագայում հաջորդական փուլերով դուք ամենօրյա, ամենժամյա, ամեն փուլին ունենաք վերահսկողություն եւ արդյունքում սպառողներին մատակարարեք անվտանգ սնունդ, որը ՍԱՏՄ-ի հիմնական նպատակն է։ Տիկին Վարդանյան, 2025-ին այս իմաստով ինչ ուսումնասիրություններ են արվել ու ինչ պատկեր են ունեցել։ Մի փոքր անդրադարձս այսպես անեմ, որ հանրային սննդերի օբյեկտներում ինչու ենք ներառել այս պահանջը, հենց այն խնդրով պայմանավորված, որ սննդային թունավորումների 90%-ը գրանցվում է հանրային սննդի օբյեկտներից։ Այսինքն 26-ից առաջին անգամ են իրականացվելու այնտեղ։ Այո։ Եվ հենց 25 թվականին, երբ որ մենք ունենում էինք հանրային սննդի օբյեկտի հետ կապված սննդային թունավորման դեպքեր, մենք այս կետը կիրառում էինք, որպեսզի կարողանանք կանխենք ռիսկերը։ Եվ որևէ հանրային սննդի օբյեկտում այս համակարգը ներդրված չէ։ Համակարգը գործում է մասնակի, առանց այդ իմ կողմից ասած վտանգների վերլուծության, արտադրական հսկողության պլանի մշակման եւ ամենակարևորը փաստաթղթավորման, որը մեզ հնարավորություն տալիս ապահովել հետագծելիությունը։ Շատ կարևոր է ունենալ փաստաթղթավորումը, որպիսի հստակ լինի մեր վերահսկողությունը, այլ ընդհանուր տարբեր դիտարկումներ, ինչ է դուք կարծում եք, ես լվացում ախտահանում չեմ անում, ինչ է կարծում եք իմ աշխատողները ձեռքերը չեն լվանում։ Սա կարծելու մասին չի։ Սա համակարգ է, որը փաստվում է փաստաթղթավորությունով։ Եթե կան փաստեր, կան գրանցամատյաններ, կան առաջին հերթին արտադրական հսկողության ծրագիր, որտեղ տնտեսվարողը հստակ ֆիքսել է իր վտանգները եւ դրանց նկատմամբ միջոցներ, որ կանխվի, այո, տեսուչը ստուգում է, արդյոք ճիշտ է վերլուծված վտանգները եւ արդյոք տնտեսվարողի կողմից սահմանված պահանջները իրականացվում են պատշաճ։ Հիմա 2026-ի որևէ մի ամսաթվի տեսչական մարմնի աշխատակիցները մոտենում են որևէ սննդի օբյեկտ ու արձանագրում, որ չկա։ Ինչ է սպառնում։ Նախ ասեմ, որ ՍԱՏՄ-ն հասկանալով, որ մենք բարդություններ ենք ունենալու այս մեր ճանապարհին, իրազեկման քարոզարշավ ենք սկսել եւ Հայաստանի 10 մարզերում եւ Երևան քաղաքում իրականացվելու են այդ արշավները եւ արդեն իսկ 2 մարզում իրականացվել են այդ աշխատանքները, որ տնտեսվարողներին մատչելի բացատրվում է այն պահանջը, որ իրենցից ակնկալում ենք, որ իրենք պատշաճ իրականացնեն իրենց արտադրության եւ պատրաստման փուլերում։ Արձագանքը Արձագանքը շատ լավն է, որտեվ իրականում երբևէ այսպիսի մեծ լայնամասշտաբ իրազեկում չի իրականացվել, արձագանքը շատ դրական է եւ կարծում եմ ՍԱՏՄ-ն այս որդեգրած քաղաքականությունը կշարունակի նաեւ այլ ոլորտներում։ Տիկին Վարդանյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Խնդրեմ։